Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Բարև ձեզ, այսօր Փաստ-Ինֆոյի հյուրը Վանաձորի ավականո անդամ Հայրենիք խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն է։ Բարև ձեզ, պարոն Դոխոյան։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Պարոն Դոխոյան, արդեն գրեթե 4 տարի է Վանաձորը չունի քաղաքապետ, ինչ-ինչ պատճառներով քաղաքապետի ընտրություն տեղի չի ունենում։ Վերջերս անգամ Լոռու մարզպետը հայտարարել է, թե եթե ավականին սիրում է իր քաղաքը, պետք է արտահերթ նիստ գումարի եւ ընտրի քաղաքապետ։ Ինչ է սա նշանակում, փորձում են ճնշում գործադրել, ինչ որ իշխանական լծակներ կիրառել ընտրված ավականու անդամների նկատմամբ, թե իրապես սրտացավ են։ 21 թվականի խոշորացման արդյունքում ընդդիմադիր բլոկը կազմեց բացարձակ մեծամասնություն։ Ասլանյան դաշինք եւ Հայրենիք խմբակցությունը հայտարարություն տարածեցին, որ այդ հարցում հաշվի առնելով Վանաձորցու մեծամասնության կարծիքի հետ, մենք փորձում ենք ձևավորել իշխանություն եւ այդտեղ մեծ իշխանությունները ՀԿՊ-ն ընդհատեց այս process-ը, շինծուգործեր հարուցեցին Մամիկոն Ասլանյանի վրա, բանտարկեցին եւ այլն, ու մինչ օրս այդ արհեստական process-ները դեռ գնում են։ Հիմա Լոռու մարզպետը ուզում է արտահերթ նիստ հրավիրի, այսինքն Վանաձորում դեռևս հերթական նիստ տեղի չի ունեցել։ Դիմորենքով ասում է հերթական նիստի օրակարգի առաջին հարցում պետք է լինի քաղաքապետի ընտրությունը, այսինքն հերթական նիստ, որտեղ պիտի ընտրեին քաղաքապետ, տեղի չի ունեցել։ Հիմա Լոռու մարզպետը հայտարարում է կրկին կամ հորդորում է կամ շանտաժի է փորձում ենթարկել ու ասել, որ պետք է գա արտահերթ նիստի, որպեսզի հաստատեք սուբվենցիոն ծրագրեր։ Նախ սա բաղկացած է երկու մասից։ Սուբվենցիոն ծրագրերը հաստատել նշանակում է սկսել մեծածավալ աշխատանք մոտավորապես ապրիլ-մայիս ամիսներին, որը համընկնում է համապետական ընտրությունների նախաշեմի հետ, այսինքն սա քողարկված քարոզարշավի համար նախատեսված մեծ ծախս է վանաձորցիների բեռը ավելացնելու հաշվին։ Երկրորդ մասը, երբ կառավարությունը կամ Լոռու մարզպետը որպես կառավարության տեղական ներկայացուցիչ, երբ որոշել են, որ ինչ-որ 30 միլիոն դոլարի ներդրում պիտի անեն Վանաձորում կամ ծրագրեր իրականացնեն, այստեղ հարց է առաջանում, նախ ով է որոշել այդ ծրագրերի առաջնահերթությունը։ Ես այդ օրինակը բերում եմ, ասում շատ կներեք, ոնց որ իմ բնակարանում ջրատար խողովակները, ասենք, վնասված լինեն, տանիքից կաթա, ինչ-որ անմխիթար վիճակ լինի իմ բնակարանում, ես ընտանիքիս հավաքեմ, ասեմ, ուրեմն, եթե ուզում եք լավ բան, ամենքը ձեր փողերից խնայած մի քիչ տվեք, ես 10 միլիոն դրամանոց հեռուստացույց եմ առնում տան համար։ Սա որքան է տրամաբանական, երբ Վանաձորում կա 80-ից ավել բազմաբնակարան շենքեր վթարային, երբ վերջին 4 տարում ոչ մի կոյուղի շենքի շքամուտքերի նկուղների համար չի փոխվել։ Վանաձորի շենքերի մեծամասնության նկուղներում կոյուղաջրեր են, տանիքները շատ վատ վիճակում են։ Այսինքն լավ ասել մի քանի բակ ենք ասֆալտապատելու, մի քանի ավտոբուս ենք բերելու քաղաք եւ այլն, ու ասել սրանով ինչ արժեք ենք ստեղծելու Վանաձորի համար։ Ես բազմիցս ասել եմ, Վանաձորը չունի որևիցե այցեքարտ։ Մեր հարևանությամբ գտնող Գյումրին տուրիստական մեծ հոսք ունեցող քաղաք է։ Ավելի փոքր քաղաք մեր հարևանությամբ Դիլիջանը մեծ տուրիստական հոսք ունեցող քաղաք է։ Վանաձորը ունենալով ավելի մեծ պոտենցիալ, տուրիստի համար ոչ հրապուր քաղաք է, որտեղ մենք չունենք ոչ մի այցեքարտ։ Հիմա 30 միլիոն դոլար բերել դնել Վանաձորում, չստեղծել արժեք, չստեղծել այցեքարտ, սա ուղղակի անմիտ ծախս է, քաղաքական ծախս է։ Եվ շատ կարևոր է, որ կառավարությունը իրավունք չունի միջամտելու իմ գործունեության։ Լավ, մենք ընտրված մարդիկ ենք, Վանաձորցին մեզ ձայն է տվել, մեզ վստահել է, ես երրորդ անգամ եմ ընտրվում կոնկրետ, 12 թվականից 3 անգամ անընդմեջ ընտրվել եմ Վանաձոր, այսինքն խոսում է սա նրա մասին, որ իմ ընտրողը վստահում է ինձ։ Իսկ ով է թույլ տվել կառավարությանը միջնորդել կամ միջամտել թիմի աշխատանքներին, երբևիցե այդ շանտաժի լեզվից դուրս ինչ որ մեկը քայլ արել է, հրավիրի ավականի անդամներին, ասել է ավականու անդամներ, այսքան գումարը կառավարությունն ունի։ Դուք էլ փորձառու մարդիկ եք, մերպես նորաթուղ չեք, ինչ առաջնահերթություններ եք տեսնում այս քաղաքի համար։ Միգուցե մենք կառաջարկեինք ինչ առաջնահերթություն ենք տեսնում։ Եվ ի վերջո այս ամենից դուրս ամենակարևորի մասին
Լավ, ի՞նչն է ձեզ խանգարում գումարել հերթական օրինական նիստը, որի արդյունքում պիտի ընտրվի քաղաքապետ։ Թող մեր քաղաքը ի վերջո 4 տարվա մեջ ունենա քաղաքապետ։ Այդ ժամանակ քաղաքապետը իր ավականով, կառավարության աջակցությամբ կկարողանա իրականացնել ծրագրեր։ Պարոն Դուխան, փորձենք արձանագրել, ավելի պարզ լեզվով։ Փաստորեն իշխանությունները թողած հերթական նիստ գումարելու հնարավորությունը ցանկանում են արտահերթ նիստ գումարել։ Եվ նաև հարց առաջանում, պատասխանատուն սրա քաղաքականով է միայն իշխանությունները։ Այո, սրա պատասխանատուն միայն ու միայն իշխանություններն են։ Մենք փորձել ենք բացի քաղաքական հայտարարություններից, տարբեր ժամանակահատվածում տարբեր ակցիաներ իրականացնելուց զատ փորձել ենք գնալ զուտնեղ իրավական ճանապարհով։ Քիչ հույս ունենալով, բայց գնալ իրավական ճանապարհով։ Երբ արգելանք էր դրված դատարանի կողմից եւ ԴՀԿ-ին խնդրել էին, որպեսզի ապահովի դատարանի որոշումը թույլ չտա մենք նիստ իրականացնենք, դատական բոլոր վեճեր այս 4 տարիների ընթացքում սպառվեցին։ Այսինքն խնդրո առարկան իրականում սպառվեց, վերջացավ, ավարտվեց։ Հայրենիք խմբակցությունը դիմեց ԴՀԿ-ին, խնդրեց կամ, չգիտեմ, իրավական հիմքերը ներկայացնելով պահանջեց, որ արգելանքը արվի եւ մենք կարողանանք ի վերջո առաջին նիստը գումարենք։ Շատ հետաքրքիր մի process տեղի ունեցավ, ԴՀԿ-ը մեզ պատասխանեց, որ այո, դուք ճիշտ եք, ձեր պահանջը բավարարվում է, մենք դիմեցինք համայնքապետարան, որ 7 օրյա ժամկետում պարտավոր եք գումարել, նախաձեռնել, կազմակերպել առաջին նիստը։ Հետո ԴՀԿ ավելի բարձր վերադասը հետ է կանչում իր ստորադասի որոշումը, ասում է, հա, եթե ավելի պատկերավոր ասեմ, փոշմանել են այդ որոշման համար կայացրած, ասում են, գիտեք, մենք ընդդեմ մի հատ փոքր նյուանս կար, չէինք նկատել, հաշվի չենք առել, դա համար հետ ենք կանչում մեր որոշումը։ Հայաստանի պատմության մեջ, երևի կամ այլ որևէ մի պետության գործունեության պատմության մեջ նման բան չի եղել։ ԴՀԿ կայացնում է մի որոշում, հետո փոշմանում այդ որոշման համար։ Չի եղել տենց բան։ Հիմա մենք գնում ենք նաև, սա բողոքարկել ենք նաև դատարան, ԴՀԿ-ի վերադասի որոշումը, տեսնենք սա ինչ արդյունքներ կտա։ Ի վերջո նաև շատ հետաքրքիր մի փաստ ես ուզում եմ արձանագրել, որ օրինակ Վանաձորում Վարդանանց փողոցը կապիտալ վերանորոգման է ենթարկվել կառավարության ուղիղ ֆինանսավորմամբ։ Լավ, եթե ձեր նպատակները այդքան պարզ էին եւ անկեղծ, դուք կարող եք այդ ձեր ունեցած գումարները ուղիղ ֆինանսավորման Վանաձորում ձեր ուզած բանն անեք, ընդունեք ձեր քարոզարշավներ կազմակերպեք։ Այսինքն սա մատնանշել, խաղալ ժողովրդի զգացմունքայնության հետ ու ասել նրանք ովքեր չեն գալի ուրեմն չեն սիրում եւ այլն, դե ես էլ հենց հիմա հայտարարում եմ, այն իշխանությունները կամ այն իշխանավորը, ով իմ քաղաքի բնակչին չի հարգում, ավականուն չի հարգում, թիմ ինստիտուտը չի հարգում, ուրեմն չի սիրում իր քաղաքն ու իր քաղաքացուն։ Պարոն Դուխան, եթե իշխանությունները վստահ են իրենց օրենքների ու որոշումների օրինականության եւ իրավացիության վրա վստահություն ունեն, ինչու են խուսափում հերթական նիստ գումարելուց։ Որովհետեւ իրենք վստահ են, որ չնայած փորձ ունեցան նախորդ տարի Մամիկոն Ասլանյան դաշինքից 2 հոգի, չգիտեմ, այդ բառը ոնց ճիշտ կլինի որակել, կամ համոզեցին, կամ գողացան, մի խոսքով 2 հոգի տարան այն մյուս թև, որոնցից մեկը այժմ երջանկահիշատակ է, այնուհանդերձ դա էլ իրենց չի բավականացնելու, որ հերթական նիստ գումարելու ժամանակ ունենան իրենց սրտի քաղաքապետը։ Այսինքն յուրաքանչյուր պարագայում ընդդիմադիր բլոկը կարողանալու է ընտրել քաղաքապետ, իսկ սա իրենց ձեռնտու չէ, այսինքն ամբողջ թիմ համակարգի հանրապետության 3-րդ քաղաքի ամբողջ թիմ համակարգի հերն անիծել միայն մի բանի համար, որ ենթադրվող ընտրյալ քաղաքապետը իրենց սրտով չի լինելու, սա աբսուրդ է։ Իսկ եթե իշխանությունները շարունակեն իրենց դրածոյի միջոցով կառավարել երկիրը, երկարաժամկետ հեռանկարում դա ինչ խնդիրների կարող է հանգեցնել։ Բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ, բայց ես 1-2 օրինակ բերեմ։ Օրինակ մենք ինչ է ասում թիմ օրենքը կամ ընտրական օրենսգիրքը, ասում է համայնքը համարվում է խոշորացված, երբ խոշորացվող համայնքների բնակիչները ընտրում են ավականու անդամ, ավականին ընտրում է համայնքի ղեկավար, համայնքի ղեկավարը ձևավորում է կաբինետ, վերջ, այս փուլը ավարտված է խոշորացումը։ Մեր մոտ սա ընդհատվել է, սա կիսատ է մնացել։
Մեր մոտ ինչ է եղել, համայնքի բնակիչները ընտրել են ավականու անդամներ, թվով 33 ավականու անդամ ունի Վանաձորը, բայց չի կարողացել ընտրել համայնքի ղեկավար։ Հիմա ժամանակավոր պաշտոնակատարը, իդեպ Վանաձորի համար 3 օրենք է հորինվել, որպեսզի կարողանան ժամանակավոր պաշտոնակատար նշանակեն։ Ժամանակավոր պաշտոնակատարը այսօր իրավունք չունի նշանակել խոշորացված համայնքներում վարչական ղեկավարներ, օրինակ Դարպաս, Շահումյան, Գուգարք համայնքները, որոնք միացել են Վանաձորին, բայց այստեղ մարդկանց տալիս են աշխատավարձեր, անում են ինչ-որ ծախսեր եւ կապ չունի, որ ավականին կոլեգիալ մարմին է, բայց պատասխանատվությունը կրում են յուրաքանչյուրն առանձին իր տեղում։ Տարիներ հետո ինչ-որ մեկը այս որոշումների հետ համաձայն չլինելով, իրավական փաստարկներ, նորմեր վեր հանելու դեպքում ավականին ենթարկվելու է պատասխանատվության այսօրվա կայացրած որոշումների համար։ Պարոն Դողան, տեսեք, եթե իշխանությունները այսպես շարունակում են, հա, իրենց այս քաղաքականությունը, եւ ինչպես հասկանում ենք, Մամիկոն Ասլանյանն էլ չի ցանկանում կամ մտադրություն չունի կրկին ստանձնելու ղեկավարի պաշտոնը Վանաձորի, հարց է առաջանում այս դեպքում ինչ է տեղի ունենալու հետո, այսինքն իշխանությունները շարունակելու են իրենց այս գործելավոճը, դրածոն մնալու է կամ չգիտեմ, նիստ է գումարվելու, ի վերջո փորձենք հասկանալ, հարցը չի կարող, չէ, այսպես օդում կախված մնալ։ Գուցե նրանք նաև փորձում են այս կերպ թուլացնել հենց Վանաձորը, որտեղ ինչպես դուք նշեցիք, ավականին հենց ընդդիմադիր թևն է ավականու մեծամասնությունը կազմում։ Վանաձորը շատ փոքր քաղաք է եւ ամենափակ կաբինետում խոսացված ցանկացած զրույց երրորդ օրը շրջանառվում է քաղաքում։ Ըստ մեզ հասած տեղեկությունների գործող իշխանությունը ԿՊ-ն մի անգամ փորձ էր կատարում ցրել ավականին, ընդ ինչ որ մի հատ օրենքի հենվելու տող էր գտել, իդեպ դա նրանց գործելավոճն է օրենքը մեկնաբանել սեփական դատողությամբ։ Եվ ուզում էին ցրել ավականին, կազմակերպել նոր ընտրություններ։ Հաշվարկ էին արել, որ կրկին ընդդիմությունը հաղթելու է։ Այստեղ կարևոր Մամիկոն Ասլանյանը չէ։ Հասկանալի է, որ Մամիկոն Ասլանյանի վարկանիշը առաջվանը չէ, բայց նաև բացառել, որ չունի վարկանիշ կամ ամենաբարձր վարկանիշներից մեկը չէ, դա էլ անկեղծ չի լինի։ Բայց այդուհանդերձ միևնույն է, ԿՊ-ն հաջողություն ունենալ Վանաձորում բացառել էին։ Նույնիսկ քննարկում էր տեխնացուներ եւ այլն, ցանկացած անմեղ հրեշտակավոր տեխնացուների պարագայում եւս ԿՊ-ն հաջողության չէր հասնելու։ Հիմա այստեղ մի հատ ուրիշ բան են մտածել, մենք ունենք հարևանության փամբակ խոշորացված համայնքը 16, եթե չեմ սխալվում, 16 համայնք, գյուղական համայնք միացել են 21 թվականին մեր հետ միասին փամբակը խոշորացվեց։ Հիմա նրանք փորձում են ըստ մեզ հասած տեղեկությունների ապրիլ-մայիս ամիսներին կհայտարարեն Վանաձորի կրկին խոշորացում, դա հայտարարելուց հետո օրենքի պահանջով մի քանի ամիս հետո կազմակերպչական աշխատանքներ եւ այլն, օգոստոս-սեպտեմբեր ամիսներին կգնա նորից խոշորացում, այսինքն կստացվի, որ օրինակ Մարգահովիտ կամ Դեբետ համայնքը, որ Վանաձորից 30 կիլոմետր հեռավորության վրա է, միանալու է Վանաձորին։ Սրանով ես ձեզ ասեմ, որ իրենց հարցը չի լուծվելու, այսինքն մենք չենք ստանալու Էջմիածնի օրինակ, ես վստահաբար ասում եմ, որովհետև այդ 16 համայնքները միասին ունեն ընդամենը մոտ 5000 քանի ընտրող, նախորդ տարվա 21 թվականի մասնակցությունը եղել է մոտ 3000 քանի ընտրող, բնական է ոչ ամբողջն են կարողանալու իրենք տանեն, թող ընդունեն 1500-ը տանի տեից իրենց տեխնացուն մյուսը բաշխվելու է մնացածի մեջ, միևնույն է իրենց խնդիրը չեն կարողանալու լուծել։ Այսինքն, եթե կարճ ձևակերպենք, մարդիկ չունենալով օրվա լուծում, ինչ-որ պրոցեսը փորձում են ինչքան հնարավոր է ձգել, մինչև տեսնեն ինչ կստացվի։ Պարոն Դողան, բայց Վանաձորի օրինակն աչքի առաջ ունենալով հարց առաջանում, հիմա թիմ համակարգը որքանով է ինքնուրույն եւ որքանով է կախված կենտրոնական իշխանությունից։ Անկեղծ պիտի լինեմ ու ասեմ, թիմը միջև վերջ երբեք անկախ չի եղել, բայց շատ մոդ են եղել անկախության, այսինքն որոշակի առումով թիմին տրվել է անկախություն։ Հիմա թիմը ավելի քան ոչ անկախ է եւ կառավարելի է դարել ուրեմն մեծ իշխանության համար։ Փաստը հենց Վանաձորն է, երբ
կազմակերպում են ընտրություններ, մարդիկ անում են իրենց ընտրությունը, բայց իրանք նշանակում են նրան ում ուզում են, կառավարում են այնպես ինչպես ուզում են, ավականու կարծիքը ոչ մեկ հաշվի չի առնում, վանաձորցու կարծիքը հաշվի չի առնում, մենակ զգացմունքային ֆոնի վրա ասում են, գիտեք, էլի ասֆալտ ենք բերել ձեզ համար, այդ թազա նոր թարմ ասֆալտ ենք բերել։ Ու սա վառ փաստ է, որ այո, դիմերը անկախ չեն ու մենք մի քանի քայլ հետ ենք գնացել տեղական ինքնակառավարում առհասարակ հասկացողությունից։ Տեսեք, առջևում համապետական ընտրություններն են, առհասարակ հաշվի առնելով Հայաստանի ներկայիս, ներքաղաքական եւ արտաքին քաղաքական իրադրությունը, թիմ ընտրությունները որքանով կարող են ազդել համապետական ընտրությունների վրա, լինեն դրանք իշխանության հաղթանակի կամ պարտության տեսքով օրինակ։ Էջմիածինը նրանց որոշ առումով թևեր տվեց, բայց այս ռիսկը կարծում եմ Վանաձորում չեն գնա, որովհետև նրանք ունեն իրենց հաշվարկները։ Եթե Վանաձորում կազմակերպեն համապետական ընտրությունից առաջ թիմ ընտրություններ եւ տանեն հաղթանակ, սա իրենց համար կարող է լինել հաղթաթուղթ, որպեսզի իրենք այսպես թափահարեն, որպես դրոշակ ու ասեն, գիտեք, տեսեք, մենք սկսել ենք հաղթելով գնալ, հա, մեր ֆարտան բացվել է։ Բայց չեմ կարծում, որ այս ռիսկի կգնան, ընդհակառակը իրենց համար համապետական ընտրությունը լինելիության հարց է, եթե մեր համար լինելիության հարց է որպես պետության ու պետականության, նրանց համար լինելիության հարց է իրենց իշխանությունը, աթոռը, իրենց պարգևավճարը պահելու համար։ Եվ մտածում եմ, որ համապետական ընտրությունը, եթե նրանք տանուլ տան, իրենց համար միևնույն է լինելու, որ քաղաքում ինչ ընտրություն կկազմակերպի։ Իսկ եթե հաղթեն, իրենց համար ավելի հեշտ է լինելու դիմերում կազմակերպել ընտրություններ։ Տեսեք, բայց մենք հիմա դուք նշեցիք, որ Էջմիածնում օրինակ նրանք այսպես թևեր ստացան, բայց Գյումրիում էլ նույն հաջողությամբ հուսախաբ եղան։ Հիմա հարց առաջանում, լավ, համապետական ընտրությունը ինչպես են պատրաստվում, որտեղ արդեն տեսանք, որ Եվրոպական միությունից գումարներ է եկել, այսինքն Նիկոլ Փաշինյանը պատրաստ է իր ինքնիշխանությունը զոհաբերել Արևմուտքին, Ադրբեջանին, Թուրքիային, միայն թե պահպանի իշխանությունը, հաշվի առնելով, որ երկրի ներսում ռեպրեսիաներ են տեղի ունենում, ինչ ակնկալիքներ կան արդեն համապետական ընտրությունից այս դեպքում։ Գործող իշխանությունը ամեն ինչի դիմելու է, ամեն ինչի ցանկացած ռեպրեսիայի։ Ու դրանից մենք այսպես ասած խամ չենք, մեր հանդեպ շատ տարբեր փուլերում տարբեր բռնություններ եւ ճնշումներ է եղել, դիմակայել ենք, հաղթահարել ենք, անցել ենք ու այսօր ողջ ու առողջ ենք։ Գյումրիում այո նրանք ունեցան պարտություն, իհարկե Էջմիածինը մի փոքր սպეციფიկ վիճակ էր, բայց Նիկոլ Փաշինյանը շատ լավ հասկանում է, որ այս տեմպով նույնիսկ գործածելով բոլոր հնարքներն ու միջոցները միևնույն է պարտված է։ Հիմա նոր հնարք է գործածում, օրինակ Լոռու մարզի օրինակով ձեզ ասեմ, Լոռու մարզպետը առավոտից իրիկու զբաղված է անձնական PR-ով։ Այսինքն իմ մոտ տպավորություն է, որ այդ մարդը երևի թե կաբինետ չի էլ հասցնում մտնի աշխատելու համար որպես մարզպետ։ Այսինքն Նիկոլ Փաշինյանը ըստ էության գնում է քողարկված ռեյտինգային ընտրակարգի, քողարկված։ Այսինքն ինքը հասկանում է, որ իր անձնական ռեյտինգը տարբեր հրապարակումներով, սոցհարցումներով 16% ոչ ավելին է, հասկանում է, որ շատ քիչ է նույնիսկ իր արբանյակ ուժերի հետ միասին վերցնել իշխանություն, դրա համար փորձում է գնալ ռեյտինգային ընտրակարգով, բայց եկեք անկեղծ լինենք եւ ասենք առանց չարախոսելու, որ չունի են հեղինակությունները, ովքեր կարող են մտնել բաց ճակատով ժողովրդի մեջ եւ անել ընտրություն։ Սա չի նշանակում, որ ընդդիմությունը շատ փայլուն վիճակում է, մեր տեղը հեշտ է, լավ է, մեզ շատ վստահում են, ընդունում են, բայց չվստահելու մեկ պատճառ կա ընդդիմությանը։ Եթե իշխանությանը չեն վստահում հայտնի իրողությունների ամեն ինչը տանուլ տալու մեջ, ընդդիմությանը չեն վստահում, որովհետև մենք ունեցել ենք մի քանի ձախողված փորձեր իշխանափոխության համար։ Այստեղ շատ կարևոր է լինելու ընդդիմության խոհեմությունն ու իմաստությունը։ Մենք ականատես ենք եղել, որ մեր ազգաբնակչության մեծամասնությունը չի մասնակցում ընտրություններին։ Սրանով իր ատելությունն է հայտնում Նիկոլ Փաշինյանին, բացառում է, գիտակցում է այդ չարիքի մասին եւ նաեւ ասում է, սիրելի ընդդիմություն, ձեզ չեմ վստահում։ Բայց այստեղ եթե ընդդիմությունը կարողանա ցուցաբերել միասնականություն, կարողանա ապացուցել, որ
խնդիրը իշխանափոխությունն է, այլ ոչ թե աթոռակռիվը, խնդիրը իշխանափոխությունն է, այլ ոչ թե 1-2 մանդատ ազգային ժողովում ունենալը, կարծում եմ մեր իմաստուն ժողովուրդը կկարողանա ճիշտ կողմնորոշվել եւ կատարել ընտրություն։ Եվ վերջում պարոն Դողյան, հենց հայրենիք խմբակցությունը ինչ է անում ստեղծված սոցիալ-քաղաքական իրադրությունից դուրս գալու համար։ Մենք ամենաառաջինը բաց ենք բոլոր քննարկումների համար, բաց ենք բոլոր առաջարկների համար, խելամիտ առաջարկների համար։ Մենք հայտարարել ենք, որ մեր խնդիրը 1-2 մանդատ ունենալը չէ, մեր խնդիրը այս իշխանություններից օր առաջ ազատվելն է եւ Հայաստանի Հանրապետությունը կրկին դնելը ճիշտ ռելսերի վրա։ Ես այս իմաստով տարբեր նախապատրաստական աշխատանքներ ենք անում, տարբեր հանդիպումներ ենք անում։ Այս պայն աշխատում ենք ազգաբնակչության հետ, լինում ենք տարբեր համայնքներում, լսում ենք կարծիքներ եւ վերջի հնչեցրած իմ մտահոգությունն ու կարծիքը հենց ձևավորվել է ժողովրդից եկած պահանջից։ Եվ մենք այս պահանջին ընդառաջ գնալով առաջիկայում հույսով եմ կունենանք ավելի գործուն եւ ցուցադրելի քայլեր։ Շատ լավ, շնորհակալ եմ հարցազրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Այսօր իմ հյուրը Վանաձորի ավագանու անդամ հայրենիք խմբակցության ղեկավար Վահե Դոխոյանն էր։ Fast-Info-ի հաղորդումներին արագ հասանելիություն ունենալու համար կարող եք բաժանորդագրվել YouTube-յան մեր ալիքին։ Համախմբենք եւ փրկենք հայրենիքը ներքին ու արտաքին թշնամուց։ Մինչ հանդիպում։